Ինֆեկցիոն հիվանդանոց գալուց սովորաբար միշտ մարդիկ մտածում են, որ միկրոբները, վիրուսները անպայման բնակվում են ինֆեկցիոն հիվանդանոցում, բայց մենք իրենք հակառակը համոզված դուրս են գալիս ընդեղից, մեր մոտ երբևէ ոչ մեկ վիրուս մեր մոտից չի տարել, բոլորը բերում են, ճիշտ է, բայց բոլորը բերում են դրսից, մենք չնայած որ ունենք կորոնավիրուսային որոշակի դեպքեր, դրանք սովորական սուրշնչական վիրուսային հիվանդությունների շարքում զբաղեցնում են միջանկյալ տեղը եւ որևէ առանձնահատուկ մոտեցում կամ առանձնահատուկ բուժում կամ համաճարակային առումով առանձնահատուկ միջոցառումներ չեն պահանջում։ Վաղ հայտնաբերված դեպքերը կանխում են արդեն ծանր ընթացք, այսինքն մենք դեպքերի թիվը կարող է աճել, բայց մենք ունենում ենք արդեն բարդացած դեպքերի պակասում, նվազում, հոսպիտալացված դեպքերի նվազում, ծանր մահացու ելքերի նվազում։ Ինֆեկցիոն հիվանդությունների պարագայում մենք գործ ունենք ոչ միայն տվյալ հիվանդի, այլ նաև իր շրջապատի առողջության եւ անվտանգության եւ չհիվանդանալու գործոնը պայմանավորված է նաև տվյալ հիվանդի պատասխանատվության ոչ միայն իր հանդեպ, այլ իր հիվանդությունը վաղ ախտորոշումով նաև շրջապատի հանդեպ։ Ինքս ականատես եմ եղել, թե ոնց է հնարավոր գրիպի պատվաստանյութով կանխել բավականին մեծ թվով եւ թոքաբորբերի առաջացումը եւ բռնկումները, այդ թվում նաեւ աշխատելով փակ կոլեկտիվներում վստահաբար կարող եմ ասել, որ գրիպի պատվաստանյութով մենք կանխել ենք բազմաթիվ դեպքեր։ Մեկ որ ասում են բժիշկ ջան, մի հատ լավ անտիբիոտիկ կամ լավ հակաբորբոքային դեղ ասա, տվյալ գաղափարը միանշանակ պետք է իսպառ հանել մեր գաղափարներից, մեր մտածելակերպը պետք է ավելի շատ ձևավորել այն հարցի վրա, որ լավ դեղորայք, լավ հակաբակտերիալ պրեպարատ այն պրեպարատն է, որը նշանակված է ճիշտ, նշանակված է տեղին եւ ազդում է տվյալ հարուստի վրա։ Armenia Today-ի խոսում են գլխավորի մասին հաղորդաշարը այս անգամ անդրադառնում է սեզոնային վարակներին, դրանց տարածվածությանը մեր հանրապետությունում, մեր երկրում, իհարկե նաև վարակվածությունից պաշտպանությանը, կանխարգելմանը, իսկ իմ հյուրն է Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ վարակաբան Հայկ Հարությունյանը, շնորհակալ եմ պարոն Հարությունյան, մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Սկզբից խոսենք այն, ինչ որ դիտարկում ենք այս ժամանակահատվածում, աշնան այս ամիսներին, դիմացը արդեն ձմեռ է։ Խոսենք իհարկե նախ վիրուսների այն տեսակների մասին, որոնք այժմ տարածվում են Հայաստանում, համարվում են սեզոնային վարակներ։ Իհարկե հավանաբար դուք էլ եւս մեկ անգամ կփաստեք, որ դրանք հիմնականում գրիպի տեսակներն են, շտամերն են տարատեսակ, որոնք են դրանք այս տարի հիմնական ամենատարածվածներն են։ Նախ մի քանի բառով մինչև կոնկրետ գրիպի վիրուսին անդրադառնալը, մի քանի բառով հիշենք, թե ինչ է իրանից ներկայացնում շնչական ուղիների շնչական վարակները, որը սովորաբար անվանում են ավելի հաճախ վիրուսային վարակներ, չնայած դա այդքան էլ չի ընդգրկում ամբողջ ծագումնաբանությունը այդ հիվանդությունների, դրանց բավականին մեծ շարք հիվանդություններ են, որոնց միավորում է հենց ախտահարման թիրախը, այսինքն ոչ թե ծագումնաբանությունը կարող են լինել ինչպես վիրուսային, այնպես էլ բակտերիալ, որը մենք հաճախ անտեսում ենք, սնկային, միկոպլազմային, տարբեր ծագման կարող են լինել, այսինքն ծագումնաբանություն չի միավորում այդ հիվանդություններին, ավելի հաճախ մենք սեզոնային հիվանդություններ, սեզոնային գրիպ ասելով ի նկատի ունենք շնչական հիվանդություններ ասելով ի նկատի ունենք բոլոր այն հիվանդությունները, որոնք ախտահարում են հիմնականում վերին շնչուղիներ, դա կարող լինի քթիլորձաթաղանթից սկսած, ընդհանուր միջև ըմպան, վերին շնչուղիներ, շնչափող, բկանցք եւ այլն այդ հատվածները, այսինքն վերին շնչուղիները ախտահարող բոլոր հիվանդությունները մենք ընդհանուր առմամբ պարփակում ենք հենց այդ հասկացության տակ շնչական ուղիների հիվանդություններ։ Ինչի վիրուսային, որտեղ ավելի հաճախ հանդիպում են վիրուսային, բայց տվյալ տերմինը կիրառելը այդքան էլ ճիշտ չէ։ Ավելի շատ ասում ենք վերին շնչուղիների հիվանդություններ եւ արդեն ըստ ծագումնաբանության մոտեցումներ տարբեր են եւ միավորողը իհարկե այս հիվանդությունների ոչ միայն թիրախ օրգաններն են, թիրախ հատվածներն են ախտահարման, այլ նաեւ փոխանցման ուղիները։ Դրանով էլ պայմանավորված այս սեզոնին իհարկե արդեն դիտվում է հիվանդության աճ եւ
անպայման տվյալ սեզոնի սկզբին պարտք ենք համարում խոսելու այդ հիվանդություններից։ Որն է ամենահաճախ փոխանցման ուղին, դա հենց օդակաթիլային ճանապարհն է, դե բնականաբար եղանակները ցրտելու հետ ամենախոցելի հատվածը օրգանիզմի, ամենաշատ արտաքին կապը ապահովող օրգանիզմի դա շնչուղիներն են եւ բնականաբար դրանով պայմանավորված նաեւ վերին շնչուղիները ամենաշատ իմուն համակարգ պարունակող իմուն բջիջներ եւ իմուն օրգաններ պարունակող հատվածն է մարմնի, դրանով պայմանավորված մենք բժիշկները եւ նաեւ բոլոր անձինք պարբերաբար տվյալ սեզոնին ընթարվում են վերին շնչուղիների հիվանդությունների խնդրի հետ։ Հիմա որ տեսակներն են, եթե մենք որպես այդպեսին դեռևս չենք կարող թվերին հղումներ անենք, ապա մենք մոտավորապես համեմատական կարգով կարող ենք, այսպես ասենք, քննարկենք, հասկանանք նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատ ինչ է փոխվել, կա որոշ վիրուսային վարակների կամ բակտերիալ վարակների այսպես տարածվածության աճ, թե հակառակը, ինչ ենք մենք դիտարկում։ Նախ ընդհանուր առմամբ թվերով այս պահին խոսելը մի քիչ դժվար է, որտեղ դեռևս սեզոնը առջևում է, բայց համեմատությամբ նախորդ տարիների կարելի է վստահաբար ասել, որ որևէ հիվանդության, որևէ սուրշնչական հիվանդությունների որևէ տեսակի բռնկման մասին այս պահին խոսել բացարձակ որևէ հիմք չունենք մենք, հիվանդությունների աճ որպես այդպիսին սեզոնին համապատասխան չի նկատվում, բայց պետք է մոռանալ կարևոր հանգամանք, որ բնականաբար էլի սեզոնով պայմանավորված միանշանակ հիվանդությունների աճ անկախ նրանից ուզենք թե չուզենք դիտվելու է, լինելու է։ Մեզ հետաքրում է նախորդ տարիներ, նաև նախորդ տարի ես փորձառություն ունեցա, ձեր գործընկերներից մեկի հետ խոսեցի, ով որ փաստեց, որ կորոնավիրուսը այդքան մարդու կյանք խլած եւ վնաս տված մարդկությանը կորոնավիրուսը այլևս դարձել է սեզոնային բնույթի վարակ։ Հիմա մենք դիտարկում ենք դա նաև այս տարի, որևէ կերպ կորոնավիրուսի տարածվածության ինչ որ նոր որևէ բան չենք դիտարկում։ Կորոնավիրուսը իրականում դա նոր վիրուս չէ, բավականին տասնամյակներ առաջ հայտնաբերված վիրուս է, որը շրջանառվել է, որը եղել է եւ հիվանդություն առաջացրել է։ Բռնկումը իհարկե պայմանավորված է եղել շտամով, որը շատ ավելի հաճախ ախտարել է ստորին շնչուղիները, դա թոքահյուսվածն է եւ ավելի առաջացրել է բարդություններ, բայց նման շտամներ, նման բարդություններ առաջացնող վիրուսներ պարբերաբար առաջանում են որոշակի նույն գրիպի վիրուսի պարագայում, որը 7 տարին մեկ կարատա պանդեմիա կամ 2-3 տարին մեկ էպիդեմիան էր, դա որևէ առանձնահատուկ, իսկ ինչ վերաբերում է կորոնավիրուսի տվյալ ներկայումս տարածվածությանը եւ դա սովորական սեզոնային բնույթ է կրում, ոնց որ մյուս վիրուսները իրենց ընթացքով, իրենց գոյատևման պայքարով շարունակում են գոյություն ունենալ եւ ախտարել մարդկանց։ Առանձնահատկություն էլ կրկնում նաեւ, որ բարդություններ առաջացնելու եւ թիրախ օրգաններ, թիրախ բջիջներ հասնելու հավանականությունով կորոնավիրուսի շտամներ եղել են, որոնք այո, իրականում մարդկանց կյանքի վտանգ են սպառնացել եւ համաճարակային առումով շատ ավելի լայն ընդգրկում են ունեցել։ Բայց տվյալ պահին մենք չնայած որ ունենք կորոնավիրուսային որոշակի դեպքեր, դրանք սովորական սուրշնչական վիրուսային հիվանդությունների շարքում զբաղեցնում են միջանկյալ տեղը եւ որևէ առանձնահատուկ մոտեցում կամ առանձնահատուկ բուժում կամ համաճարակային առումով առանձնահատուկ միջոցառումներ չեն պահանջում։ Բոլոր այն միջոցառումներ, որոնք նախատեսված են մյուռշնչական հիվանդությունները կանխարգելելու ժամանակ, նախատեսված են նաև կորոնավիրուսային հիվանդություն կանխելու համար։ Որևէ առանձնահատուկ բռնկումներ, որևէ առանձնահատուկ աճ տվյալ պահին միտում չկա եւ միտում էլ չկա, որ կարող է լինել առավել եւս էլ եմ կրկնում, որ բարդացած դեպքեր որպես այդպեսին վստահաբար կարող ենք ասել, որ տվյալ պահին հոսպիտալացման դեպքերը պայմանավորված են զուտ եզակի դեպքեր, նույնիսկ սեզոնի համար բավականին մինիմալ քանակով եւ պայմանավորված են առավելապես կողմնակի հիվանդություններ, ուղեկցող հիվանդություններով, ուղեկցող հիվանդությունների սրացումներով առավելապես, քան կոնկրետ բուն վիրուսով կամ վիրուսի առաջացրած բարդություններով։ Պարոն Հարությունյան, ես ճիշտ եմ հասկանում, դուք ասելով, որ բռնկումներ չենք դիտարկում, նկատի ունեք, որ վարակվածության դեպքեր գրանցվում են, բայց դրանց թիվը այնպեսին չի կամ այնպեսին է, որը տեղավորվում է մոտավորապես սեզոնային հաշվարկային նորմայի մեջ, այդպես ճիշտ եմ հասկանում։ Այո, միանշանակ վարակված
դժվարության դեպքեր միշտ լինելու են, եղել են, որտեղ կենդանի օրգանիզմը եւ ինչպես ես միշտ սիրում եմ ասել, վիրուսը նույնպես ուզում է ապրել եւ ինքը իր գոյության մեխանիզմները եւ փորձում է օղակը այդ կենսաբանական օղակը պահպանել։ Դեպքեր բնականաբար գրանցվում են, դեպքեր առավել եւս գրանցվելու են, ինչքան մենք փորձենք կանխարգելիչ միջոցառումների մեջ ամենաառաջի տեղում վաղ ախտորոշումն է, որը որ բավականին մեծ աշխատանք է տարվում եւ բավականին լուրջ ենք վերաբերվում մենք կանխարգելիչ միջոցառումների մեջ վաղ ախտորոշմանը, բնականաբար տվյալ միջոցառման շրջանակներում դեպքեր նույնպես հայտնաբերվելու են, դեպքեր նույնպես ստեղ ամբողջ խնդիրը այն է, որ վաղ հայտնաբերված դեպքերը կանխում են արդեն ծանր ընթացք, այսինքն մենք դեպքերի թիվը կարող է աճել, բայց մենք ունենում ենք արդեն բարդացած դեպքերի պակասում, նվազում, հոսպիտալացված դեպքերի նվազում, ծանր մահացու ելքերի նվազում, այսինքն զուտ թիվ վերցնել եւ թվով վերլուծություն անել, ասել, որ ավել է սեզոնի համար կամ պակաս է, դա այդքան է ճիշտ չի։ Ստեղ արդեն մենք գնահատում ենք նաեւ հոսպիտալացված դեպքերը, ծանրության դեպքերը, բուժման ժամկետները, բուժման միջոցները, ինչ է այդ առումով ել եմ կրկնում, որ կորոնավիրուսը միանշանակ իր շրջանակներում է մնում։ Ակնհայտ է բոլորի համար, բոլոր հիվանդությունների պարագայում է այդպես, որ վաղ ախտորոշումը որևէ հիվանդության օգնում է բժշկին, նաև պացիենտին, հենց հիվանդացած մարդուն, քաղաքացուն արագ ապաքինվել, ճիշտ միջոցներ կիրառել։ Հիմա բայց հիմնական խնդիրը նրանում է, թե այդ վաղ ախտորոշումը ինչպես պետք է արվի, այսինքն մարդը, որը ենթադրենք վարակակիր է այդ պահին, որևէ ախտանիշներ չունի, ենթադրենք ջերմաստիճանի բարձրացում չի դիտարկվում, չգիտեմ, այլ հիմնական ախտանիշները չկան, գուցե եւ ենթադրենք թեթև գլխացավ ունի, բայց չի գնում բժշկի։ Հիմա ձեր հիմնական խնդիրը ինձ թվում է նաև ձեզ համար այդ խնդիրը կա, չէ՞, առաջի սերնդի բժիշկը չեք, որ անցնում եք այդ ամենով։ Նախ շատ լավ հարց, որ կարելի է անվերջ խոսել այս թեմայով, որտեղ ինֆեկցիոն հիվանդությունները մենք վաղ ախտորոշելը, եթե մնացած սոմատիկ հիվանդությունների թերապևտիկ կամ այլ պարագայում ենք գործ ունենք հիվանդի եւ միայն հիվանդի առողջության հետ, ինֆեկցիոն հիվանդությունների պարագայում մենք գործ ունենք ոչ միայն տվյալ հիվանդի, այլ նաեւ իր շրջապատի առողջության եւ անվտանգության եւ չհիվանդանալու գործոնը պայմանավորված է նաև տվյալ հիվանդի պատասխանատվության ոչ միայն իր հանդեպ, այլ իր հիվանդությունը վաղ ախտորոշումով նաև շրջապատի հանդեպ, այսինքն մարդը տվյալ դեպքում պատասխանատվություն չի կրում ոչ միայն իր առողջության, իր հետագա բարդությունների համար, այլ նաև որոշ առումով իր հիվանդությունը վաղ հայտնաբերելով պատասխանատվություն է կրում նաև շրջապատի համար, չվարակելու, այսինքն շատ դեպքերում մարդը կարող է եւ ինֆեկցիոն հիվանդությունները, հենց բռնկումները եւ տարածումները պայմանավորված են լինում հենց նրանով, որ մարդիկ անախտանիշ, այսինքն առողջ վարակակիրներ են կոչվում, իրենք անախտանիշ, իրենք չեն էլ իմանում, որ իրենք հիվանդ են եւ շատ հաճախ տարածում են տվյալ վիրուսը արդեն այն խմբերը, որոնք որ խոցելի են հիվանդության պարագայում, նրանց մոտ արդեն հիվանդություն դրսևորվում է ծանր։ Այդ շրջանակներում իհարկե կարելի է մի քիչ ավելի ուշ կանխարգելիչ միջոցառումներից կանդրադառնանք պատվաստումներին, բայց տվյալ առողջ վարակակիրները կամ տվյալ շրջապատի համար կոպիտ ասած վտանգ ներկայացնող անձինք շատ ժամանակ հենց հայտնվում են տվյալ դերում նրա հետևանքով, որ ոչ լիարժեք բուժում են ստանում կամ լուրջ չեն վերաբերում իրենց ծաղտանիշներին կամ բժշկի այցելելը համարում են որպես երկրորդային կամ ոչ կարևոր, բայց ել եմ կրկնում տվյալ պարագայում ինֆեկցիոն հիվանդություններ խոսելուց միանշանակ պետք է հիշել, որ մենք գործ ունենք ոչ թե անհատի հետ տվյալ պարագայում, այլ գործ ունենք խումբ անձանց հետ, ովքեր որ գտնվում են միևնույն օղակի մեջ, միևնույն նավակի մեջ, որտեղ որ կապված են իրար հետ, փոխկապակցված են, փոխանցման ուղիներով պայմանավորված բավականին լուրջ կապերով։ Դուք այսպես ձեր հարցին իհարկե չպատասխանեցի, նաև բժշկին դիմելու պայմանները, բժշկին դիմելու խնդիրը ինչ որտեղից կարող է առաջանալ, դրա մասին խոսելուց պետք է անպայման հիշել վերին շնչուղիների սուրշնչական հիվանդությունների դրսևորումներից մի քանի բառ, իհարկե կփորձեմ շատ տերմինոլոգիայի մեջ չխորանալ, բայց ընդհանուր առմամբ սուրշնչական հիվանդությունները դրանք
կարող են դրսևորվել ռինիտի ձևով, որը իրենց ներկայացնում է քթի լորձաթաղանթի բորբոքումը, կարող է դրսևորվել քթահոսությամբ, հարբուխով, քթի շնչառության դժվարացումով, քթի փակվածությամբ, կոկորտում քերոցի զգացումով, բկավոր, այսինքն ըմպանի լորձաթաղանթը կարող է բորբոքվել, չորհաս կարող է դիտվել վերին շնչուղիներից, շնչափողը կարող է ախտարվել, որը բնորոշ է այդ կրծքավանդակում շնչառության ժամանակ տհար զգացումով, ծակոցով, ցավով, հետկրծոսկրային շրջանում, իհարկե դա տեղային երևույթները, ընդհանուր երևույթներից բնականաբար ջերմության բարձրացումը, որը շատ ավելի մեր առումով ավելի լավ է, որտեղ այդ պարագայում մարդիկ անպայման մտածում են, որ իրենք հիվանդ են, դա արդեն կասկած չի առաջացնում, որ պետքա որոշակի հիվանդություն են կրում եւ պետք է անպայման դիմել արդեն բժշկի, ավելի շատ շեշտը դնում եմ այն թեթև սիմպտոմների վրա, որոնց պարագայում մարդը կարող է նույնիսկ չմտածել, որ ինքը կարող է հիվանդություն կամ վիրուս կրող լինի եւ առավել եւս տվյալ փուլում ինքը փոխանցող լինի այլ անձանց։ Եվ ընդհանուր երևույթներից արդեն ջերմության բարձրացումը, գլխացավը, բերային չորությունը, ախորժակի կորուստը, մկանացավերը, ընդհանուր ինտոքսիկացիա երևույթների մասին է սա խոսում, որ անկախ որ շնչուղիներն են ախտարվում, միկրոբների, վիրուսների մեծ մասը ներթափանցում են կամ իրենց տոքսինները, թույները ներթափանցում են օրգանիզմ եւ առաջացնում են արդեն ընդհանուր երևույթներ, որով էլ պայմանավորված հիվանդության դրսևորումները։ Պաշտպանությունը տարբեր է տարբեր վարակներից։ Վիրուսներից այլ պաշտպանություն է կիրառվում հավանաբար, բակտերիալ վարակներից այլ, տեսեք, ինչպես նախ սկսենք, ինչպես պաշտպանվել վիրուսներից, իհարկե, ինչպես առօրյայում յուրաքանչյուր մարդ մեզ լսող մեր ունկնդիրը հետևորդը կարող է մոտավոր տենց պաշտպանական մեխանիզմ իր համար ձեռնարկել։ Խոսքը չի գնում իհարկե լոկդաունի շրջանում, այդ COVID-19-ի ամենավառ տարածման շրջանում 20 թվականին շատ խոսվեց դրա մասին, բայց հիմա կարծես դա որոշ չափի մոռացվել է, հիմա քաղաքացին ինչպես կարող է պաշտպանվել վիրուսներից։ Իհարկե այնպես չի կարող պաշտպանվել, ինչպես դուք ձեր աշխատանքի բնույթով ձեր լաբորատորիայում օրինակ։ Իհարկե աշխատանքի բնույթը ունի իր առանձնահատկությունները, բայց մեր աշխատանքը շատ ավելի ճիշտ ուղղվածության կլինի, ավելի արդյունավետ կլինի, երբ բոլորը համարեն, որ տվյալ վիրուսները, միկրոբները շատ ավելի շատ են իրենց կենցաղում, իրենց առօրյայում, քան հիվանդանոցային պայմաններում։ Ինֆեկցիոն հիվանդանոց գալուց սովորաբար միշտ մարդիկ մտածում են, որ միկրոբները, վիրուսները անպայման բնակվում են ինֆեկցիոն հիվանդանոցում, բայց մենք իրենք հակառակը համոզված դուրս են գալիս ընդեղից, մեր մոտ երբևէ ոչ մեկ վիրուս մեր մոտից չի տարել, բոլորը բերում են, ճիշտ է, բայց բոլորը բերում են դրսից, առօրյայից եւ հասարակ պաշտպանական միջոցառումները շատ ավելի հեշտ կարող են կանխել եւ հիվանդությունները եւ հիվանդության բարդ ծանր դեպքերը։ Եվ դա իհարկե պայմանավորված է եւ անձնական հիգիենայի կանոններով եւ այլ անդրադառնանք թե ինչն է միավորում այս բոլոր հիվանդություններին, այդքան բազմաբնույթ, բակտերիալ, սնկային, միկոպլազմային, վիրուսային, բավականին մեծ շարք միավորում է այն, որ օդակաթիլային ճանապարհով, այսինքն մարդը նույնիսկ խոսելիս, նույնիսկ հազալիս, փռշտալիս կամ նույնիսկ նույն սենյակում գտնվելուց շատ հեշտությամբ կարող են փոխանցել մեկը մեկին շնչուղիների միջոցով։ Եթե օրինակ աղիքային ինֆեկցիաների պարագայում մենք գիտենք բոլորս էլ տարական միջոցառում է, որ սնվելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ կամ դրսից եկանք տուն պետք է ձեռքերը լվանալ, շնչուղիների հիվանդությունների պարագայում ոչ բոլորս ենք պատկերացնում, որ նույն ձեռք լվանալը մտնում է այո, նաև վերին շնչուղիների հիվանդությունների, սուրշնչական հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումների մեջ։ Ինչի համար են սեզոնին սրվում հիվանդություններ, դա միայն ցուրտ եղանակով պայմանավորված չի, ընդհակառակը ցուրտ եղանակը շատ ժամանակ առողջ իմունիտետի կոփման մեթոդ է, միջոց է, ցածր ջերմաստիճանը ճիշտ օգտագործելը։ Այստեղ մենք ավելի մեծ խնդիր ունենք, երբ որ ցուրտ եղանակով պայմանավորված մարդիկ փակ միջավայրերում, փակ կոլեկտիվներում շատ ավելի շատ ժամանակ են անցկացնում, մոռանալով տվյալ դեպքում օդափոխության մասին, մոռանալով, որ տվյալ միջավայրում կարող է բազմաթիվ հարուցիչներ կրողներ լինեն եւ տարական միջոցառումներ չկատարելով շատ արագ կարող է խմբակային բռնկման դեպքեր արձանագրվեն։ Եվ իհարկե կանխարգելիչ միջոցառումներից նաև կարևոր է նշել, որ պատվաստմանը ինձ թվում է մի փոքր ավելի մանրամասն կանդրադառնանք,
Հա, ընդհանուր կանխարգելիչ միջոցառումներից դե բնականաբար ասի փակ տարածություններում գտնվելուց սահմանափակել մոտ հեռավորությամբ առանձնահատկությունները հարցի սկզբում որ նշեցիք վիրուսային, բակտերիալ, իհարկե նույնիսկ վիրուսների մեջ կան որոշակի առանձնահատկություններ կանխարգելիչ առումով, բայց դրանք ընդհանուր առմամբ հիմա թվարկելը որևէ առավելություն չի տալու մեզ, ընդհանուր կանխարգելիչ միջոցառումներ բոլոր դեպքերում նույնն են։ Վիրուսներ կան, որոնք ավելի մոտ շփումից են օրինակ փոխանցվում, վիրուսներ կա որ ավելի 1.5 մետր, վիրուսներ կա որ սենյակից սենյակ կամ նույն սենյակում նույնիսկ մեկին չեն փոխանցում, եթե սերտ կոնտակտ չլինի, այդ թվում նաև կյանքի տևողությունը որոշակի վիրուսի ավելի կարճ է, կայունությունը արտաքին միջավայրում, կյանքի տևողությունը, փոխանցման թե ինչ գործոններով է փոխանցվում, օդակաթիլային, աերոզոլային մեխանիզմով է, թե օդափոշային, այսինքն շատ կարելի է խոսել այս թեմայով, ուղղակի ընդհանուր առմամբ դա որևէ ձև չի անդրադառնում առաջնային օղակում առաջնային միջոցառումներ կատարելուց պետք է միանշանակ պահպանել հիգիենայի կանոններ տարական, պետք է փակ միջավայրում գտնվելուց անպայման հաշվի առնել օդափոխության հանգամանքը, պարբերաբար օդափոխել սենյակներ, պարբերաբար դուրս գալ մաքուր օդի եւ իհարկե առողջ սնունդ օրգանիզմի դիմադրողականություն բարձրացնելը եւս կարեւոր պայման է կանխարգելման գործում, որը մենք էլի պարբերաբար մոռանում ենք սրա մասին, որովհետեւ ինֆեկցիոն հիվանդության մասին խոսելը միշտ 3 օղակ պետք է պատկերացնենք՝ ինֆեկցիայի աղբյուր, փոխանցման մեխանիզմ եւ ընկալ օրգանիզմ։ Եթե մենք մեր գործողությունները միշտ անում ենք փոխաօջախի վրա ախտանումների մասին ենք մտածում, սպիրտ եւ այլն, կամ լավագույն դեպքում մտածում ենք փոխանցման օղակի վրա ազդելու, այսինքն հիգիենայի կանոններ պահպանել, չթույլ տալ, որպեսզի վարակը, բայց մոռանում ենք շատ հաճախ, որ ընկալ օրգանիզմը, եթե ընկալունակ չեղավ, այսինքն եթե ունեցավ բավականաչափ իմունիտետ պաշտպանվելու տվյալ միկրոբից, շատ հավանական է, որ նույնիսկ միկրոբի գոյության պարագայում մարդը չհիվանդանա, այսինքն միշտ այդ հարցը տալիս են, բա 5 հոգով եղել ենք, խի այն մեկը հիվանդացավ կամ խի ես հիվանդացա, այն մեկը չհիվանդացավ, բա ուրեմն վարակիչ չի կամ էս չի, չէ, նման բան չի կարող լինել, մենք ամենակարևոր մեր օղակներից մեկը դա ընկալ օրգանիզմն է եւ այստեղից նաեւ արդեն բխում է, որ ընկալ օրգանիզմի անընկալունակությունը ապահովելու լավագույն միջոցներից մեկը դա պատվաստումն է։ Պատվաստումը իհարկե տարբեր քննարկումներ են լինում բավականաչափ, բայց ես միանշանակ կարող եմ ասել եւ որպես փորձառու բժիշկ եւ նաեւ առաջնային օղակում երկար տարիներ աշխատած միանշանակ պատվաստումը դա այն լավագույն միջոցն է, որը կարող է կանխել ու այսօր դա գաղտնիք չէ, որ աշխարհում նույնիսկ շատ խիստ վտանգավոր հիվանդություններ կան, որոնք պատվաստման շնորհիվ այսօր արդեն տասնամյակներով չեն գրանցվում։ Դա պատվաստումը դա միանշանակ առանց վերապահումներով կարելի ասել, որ իդեալական միջոց է պաշտպանելու որոշ, նաև բոլոր այն ինֆեկցիոն հիվանդություններից, որոնց հանդեպ մարդկությունը գործել է հրաշքը եւ ստեղծել է պատվաստյան նյութ, իհարկե հրաշքը մարդու իմուն համակարգն է, որը որ օգտագործելով մենք կարող ենք ստեղծել պատվաստանյութեր եւ պայքարել արդեն գոյություն ունեցող վարակների դեմ։ Պատվաստումները մի խոսքով արդյունավետ միջոց է, բայց Հայաստանում պատվաստումների այս միջոցառումների կամ սեզոնային բնույթի հետ կապված միջոցառումների որոշակի այդ քաղաքականության լավ, այսպես ասեմ, իրագործումը ինչ է ցույց տալիս, Հայաստանում դա արդյունք տալիս է թե ոչ։ Հայաստանում միանշանակ իհարկե այդ պատվաստանյութերը մեր պատկերացրած տենց այսօր ստեղծված պատվաստանյութը չէ, ցանկացած քիմիական, դեղորայքային, պատվաստանյութային, ցանկացած նյութ որ ստեղծվում է եւ ունի մտնում է մարքեթինգային դաշտ, դա անցնում է բազմաթիվ փորձարկումներ, բազմաթիվ այսինքն երկար ճանապարհ է անցնում, այն չի որ մենք պատկերացնում ենք այսօր ստեղծվեց, վերջ բերեցին ու մենք գիտենք որ կլինիկական փորձարկումների ժամանակը բավական երկար է, իսկ ինչ վերաբերում է արդյունավետությանը, միանշանակ մնացած պատվաստանյութերի մասին դե արդեն որը որ երկար տարիներ արվում է, դա գաղտնիք չէ որ այսօր մենք ունենք բավականին հիվանդություններ, կարմրուկ, որոնք արդեն գրեթե չի նկատվում կապույտած եւ հանդիպում է միայն այն պարագայում, երբ որ արված չի պատվաստում։ Դրանց
արդյունավետությունը մենք միանշանակ տարիների փորձով մենք արդեն համոզվում ենք դրանում եւ ինձ թվում է դա այնքան լայն հասանելիություն ունի այդ տվյալները, որ ազգաբնակչությունը եւս վստահաբար կարող է ասել, որ տվյալ պատվաստանյութերը արդյունավետ են։ Ինչ վերաբերում է գրիպի պատվաստանյութին, դա համեմատաբար ավելի ուշ շրջաներում, այսինքն ոչ վաղ անցյալում են ներդրվել, բայց ես ունեմ այդ բավականաչափ փորձը, որ ինքս ականատես եմ եղել, թե ոնց է հնարավոր գրիպի պատվաստանյութով կանխել բավականին մեծ թվով եւ թոքաբորբերի առաջացումը եւ բռնկումները, այդ թվում նաեւ աշխատելով փակ կոլեկտիվներում վստահաբար կարող եմ ասել, որ գրիպի պատվաստանյութով մենք կանխել ենք բազմաթիվ դեպքեր։ Այստեղ մի նրբություն կա, որ երբևէ կանխարգելիչ միջոցառումների ժամանակ միայն շատ նեղ շրջանակ կարող է իմանալ, թե ինչ կարող է լինել, եթե չլիներ օրինակ տվյալ պատվաստանյութ, այսինքն ինչ հետևանքներ կլիներ։ Եթե արդեն կատարվում է միջոցառումը, մենք բնականաբար չունենք այդ հետևանքները եւ մենք ինքներս գիտենք դրա արդյունավետությունը, բայց դա ոչ բոլորին է հասանելի, ոչ բոլորն են պատկերացնում, որ եթե դա չլիներ, ինչ կլիներ։ Դրա համար ինֆորմացիայի առումով մենք մի քիչ ավելի սուղ է լինում, ավելի քիչ հասանելի է լինում, բայց դրա մասին չխոսել, դա անտեսել եւ դա ճիշտ չներկայացնելը, դա միանշանակ ճակատագրական սխալ կլինի բոլորի համար։ Վստահաբար պետք է ասել, որ պատվաստանյութերը առավել եւս գրիպի պատվաստանյութը իր արդյունավետությունը իրեն ապացուցել է բազմաթիվ անգամ տարիներով 14 թվականից ի վեր մենք փակ կոլեկտիվներում նաև որոշակի խմբերում կատարվել են մեծ թվով պատվաստումներ ու մինչև այդ արձանագրված բավականին մեծ բռնկումները եւ բավականին ծանր թոքաբորբերն ու հետևանքներով կարելի ասել, որ մենք վերջին տարիներին չունենք նման բռնկումներ։ Տարիքային սահմանափակումներ, պարոն Հարությունյան, կան թե ոչ, այսինքն ենթադրենք, որ պատվաստանյութը 65+ տարիք ունեցող մարդու համար այնքան էլ ցուցված չէ, ենթադրենք։ Կան այդպիսիք։ Այդպիսիք մենք ունենք ընդհակառակը, երբ որ ցուցված է կոնկրետ տվյալ պատվաստանյութերը 60-անց մարդկանց կամ մինչև 5 տարեկան երեխաներին կամ նորածիններին զուտ սահմանափակ քանակը հաշվի առնելով, բայց իհարկե ամեն ցանկացած պատվաստանյութ ունի իր հակացությունները, ցանկացած պատվաստանյութ, ինչպես ցանկացած քիմիական դեղորայք կամ ցանկացած միջոց, որը ներմուծվում է օրգանիզմ, բնականաբար ունի իր սահմանափակումները, ունի իր տարիքային եւ մնացած հիվանդություններով պայմանավորված, դա բնական է, բայց ելի մի փոքր անդրադառնանք, քանի որ հիմա սեզոնին համապատասխան գրիպի պատվաստանյութին, գրիպը ինչով է իրենից բարդ վիրուս է եւ բավականին տարիների ընթացքում ապացուցել է, որ այո, ինքը բավականին ուշադրության արժանի է եւ ի ուրախություն մեզ գրիպի պատվաստանյութը արդեն տարիներով կատարվում է։ Միակ խնդիրը այն է, որ վիրուսը շատ արագ է ձևափոխվում, այսինքն մուտացիաներ բավականին եւ հենց դրանով պայմանավորված 2-3 տարին մեկ տալիս է էպիդեմիաներ, մի քանի տարին մեկ տալիս է պանդեմիաներ, այսինքն համաշխարհային տարածում է ունենում, ինչքան էլ որ դա քողարկված ընթանա, մենք ունենում ենք բարդ դեպքեր, մենք ունենում ենք ուղեկցող հիվանդությունների պարագային բավականին ծանր դեպքեր եւ ցավոք սրտի նաեւ մահացու ելքով եւ այդ ամեն ինչը հաշվի առնելով ստեղծվել է գրիպի պատվաստանյութ, բայց ելի ինչպես նշեցի, քանի որ վիրուսը արագ է փոփոխվում, տվյալ պատվաստանյութը ցավոք սրտի շատ կարճ է պահում իր ազդեցությունը օրգանիզմում, այսինքն հակավիրուսային իմունիտետը բավականին կարճ է պահպանվում եւ կատարվում է տվյալ սեզոնի համար, այսինքն կարճ նկատի ունեք մի քանի ամիս։ Մի քանի ամիս, այո, տվյալ սեզոնի համար, այսինքն հաջորդ տարի արդեն սեզոնի սկզբին անհրաժեշտություն է լինում նորից պատվաստվել, որպեսզի տվյալ արդեն ձևափոխված վիրուս Նորացվում են պատվաստանյութերը։ Մեկ էլ հասանելիությունը պատվաստանյութերի եւ ընդհանուր պատվաստումների։ Բնակչությունը գիտենք, որ դիմում է յուրաքանչյուր իր բնակության վայրին համապատասխան պոլիկլինիկա։ Դա է հիմնական սխեման։ Մենք ունենք իհարկե գրիպի պարագայում, գրիպի պատվաստանյութի պարագայում ունենք նախընտրելի խոցելի խումբ եւ նախընտրելի խումբ, որպեսզի այդտեղ ավելի ակտիվ կատարվի պատվաստումները, դրանք մինչեւ 5 տարեկան երեխաներն են, 60-անց մեծահասակ մարդիկ են, ովքեր շատ ավելի ինկալունակ են տվյալ վիրուսի եւ շատ ավելի ծանր են ընթանում նրանց մոտ եւ մանկապատանեկան կրթական օջախներ, հաճախողներ, երեխաները
նախադպրոցական տարիքում եւ այդտեղի աշխատողները եւ փակ կոլեկտիվներում իհարկե աշխատողները ցանկալի է որ անպայման ստանան պատվաստանյութը, որտեղ ինչպես սկզբում ասացինք, շատ հաճախ կարող է իրենք նույնիսկ չիմանան, որ իրենք հիվանդ են, բայց գործ ունենալով երեխաների հետ դրսից նույն ձևի վերցնեն վիրուսը եւ իրենք հանդիսանան որպես փոխանցող, որպես այդ պատասխանատվության զգացումը ոչ միայն իրենց առողջության հանդեպ, այլ նաեւ շրջապատի հանդեպ, դա նաեւ վերաբերում է հենց պատվաստմանը եւ պատվաստման միջոցով նաեւ կանխարգելելու ինֆեկցիաների տարածումը։ Նու երկարամյա փորձարկումներ ցույց են տվել, որ միայն 95% եւ ավել ընդգրկվածության դեպքում բնակչության պատվաստման գործընթացին, այսինքն 95% պատվաստման դեպքում նոր կարող ենք մենք իսպառ վերացնել տվյալ վարակը։ Դրանից քիչ թվերի դեպքում մենք արդեն շրջանառվող վիրուս ունենք, որը սեզոնների բարբերաբար փոխանցվում է եւ պահպանում իր գոյությունը պոպուլյացիան։ Պարոն Հարությունյան, մոտեցանք մեր զրույցի արդեն ավարտական փուլին, այստեղ հասկանում եմ, որ ընդհանուր առմամբ բակտերիալ վարակները իր տարածվածության առումով մեզանում այդպիսի կարծրատիպ կա, դուք ուղեք դա ճիշտ է թե ոչ, որ զիջում են վիրուսային վարակներին տարածվածության առումով։ Ես փոքրինչ դրա հետ համաձայն չեմ, որովհետև բակտերիալ վարակները բավական շատ են եւ շատ են դրա տեսականին բավական մեծ։ Հիմա բակտերիալ վարակների դեմ պաշտպանությունը արդեն 100 տարի եւ ավել մենք գիտենք որն է։ Հակաբիոտիկներն են, բայց հակաբիոտիկներն էլ կներեք վերջին տարին տասնամյակում, եթե ոչ ավելի, շատ է խոսվում, որ հակաբիոտիկները պետք է այդպես հաճախակի չօգտագործել, որովհետև ի վերջո բակտերիան էլ իր հակաքայլն է անում։ Կար մի հատված եւ հիմա էլ է դա կիրառվում, երբ որ որոշ հակաբիոտիկների տեսակներ կան, որոնք որ միայն բժշկի ցուցումով, բժշկի տված թղթով կարող ես դեղատնից գնել դա։ Հակաբիոտիկներ, բակտերիաներ այս պայքարի մեջ լավ ուր կհասնենք։ Շատ խնդրահարույց հարց բարձրաձայնվեց, իհարկե սա բավականին շատ քննարկվում է եւ տարեստարի այս հարցը դառնում է շատ ավելի արդիական, պայմանավորված, որ այո, միկրոբները շատ ավելի խելացի մեխանիզմներ ունեն պայքարելու եւ իրենց գոյություն պաշտպանելու ընդդեմ եւ հակաբիոտիկների եւ մարդկանց կողմից կիրառվող մյուս միջոցների։ Բակտերիաները սովորաբար մի քիչ անցել են երկրորդ պլան, պայմանավորված նրանով, որ նրանց գոյատևման միջավայրը մի քիչ ավելի խստապահանջ են միջավայրի հանդեպ եւ այդքան հեշտությամբ չեն փոխանցվում, բայց դրանք հիվանդություններ առաջացնելու պարագայում շատ ավելի ծանր, ավելի լուրջ հիվանդություններ են առաջացնում եւ վերին շնչուղիների հիվանդությունների մեջ մենք շատ հաճախ դրանց չենք անդրադառնում, որտեղ ճիշտ է իրենք առաջացնում են հիվանդություններ, բայց արդեն ունենում են ավելի լուրջ օրգանական դրսևորումներ, դրանք կարող են լինել թարախային անգինաները, դրանք կարող են լինել նույն քութեշը, որը որ մանկական ինֆեկցիա համարվում բակտերիալ վարակ է, նույն արդեն թոքաբորբերը, նույն առաջացնելով նույն քրոնիկ բրոնխիտները առաջացնում են օրգանական ախտարումներ եւ մի փոքր ինֆեկցիոն հիվանդությունների շարքից տեղափոխվում են, բայց դրանք բոլորը համարվում են ինֆեկցիոն ծագման, այսինքն բակտերիալ ծագման եւ իրենց բարդություններով, իրենց հոսպիտալացման թվով, իրենց բուժման դժվարությամբ եւ ծախսատարությամբ չեն զիջում առավել վիրուսային հիվանդություններին, այո, միանշանակ պետք է անդրադառնալ եւ հակաբակտերիալ միջոցներին խոսելիս միանշանակ ամենաառաջին միտքը, որ գալիս է, դա բժշկին դիմելիության գաղափարն է առաջ գալիս, որ մենք ունենք այդ խնդիրը, որ միշտ մտածում ենք, որ չէ լավ, բժշկին թողնենք, բժիշկը կա վերջում հասկանանք ինչ է լինում մի հատ, հետո նոր կգնանք բժշկի մոտ, դա իհարկե կարելի է այդ գաղափարը շատ հեշտությամբ հանել մեր առօրյայից, միայն մտածելով, հասկանալով, որ բժշկին դիմելը դա միայն բուժական միջոցառում չի, բժշկին դիմելը, ինչպես ասենք, վաղ ախտորոշում ստանալը, դա ամենաառաջի հերթին կանխարգելիչ միջոցառում է, ինչպես հիվանդի համար, այնպես էլ շրջապատի համար, այսինքն վաղ ախտորոշելը, վաղ դիմելը բժշկին, դա ամենաառաջի հերթին հիվանդի շահերից է բխում այն առումով, որ հետագա բարդություններն է կանխվում, դա առաջի հերթին կանխարգելիչ միջոցառում է, այդ առումով իհարկե առաջնային պահպանման օղակներ, պոլիկլինիկայի առողջության առաջնային պահպանման օղակները, տեղամասային թերապևտները, ընտանեկան բժիշկները, մանկաբույժները
իրենց առօրյայում, իրենց գործունեության ընթացքում շատ ավելի շատ ուղղվածություն պետք է եւ իրականում այդպես է, որ կանխարգելիչ միջոցառում։ Այդ շրջանակներում ամենաառաջի կանխարգելիչ քայլը դա վաղ հայտնաբերումն է հիվանդությունների։ Իսկ վաղ հայտնաբերելը բնականաբար դա մարդ պետքա ինքը ցանկանա, ինքը դիմի, որպեսզի վաղ հայտնաբերում արվի եւ դրա հետևանք արդեն տեղից էլ բխող բնականաբար եւ իշահերից է բխում, որ բարդություն չենք ունենա, կանխարգելիչ միջոցառումներ ժամանակին կարվի, բժշկի ցուցումով կստանա պատվաստում կամ պատվաստումը կհետաձգվի հաջորդ այցին կստանա, տվյալ բոլոր գործառույթները իհարկե պետք է կատարի բժիշկը, պետք է կատարվի բժշկի հսկողության տակ, որտեղ շատ հարցեր կա, որոնք մենք չենք մեր առօրյայում այդ ինֆորմացիան չունենք, մարդիկ դրա համար տարիներով սովորում են։ Միանշանակ բժշկին, պարոն Հարությունյան, ֆարմացևտիկան, նոր հակաբիոտիկների տեսակներ ու արդեն այսպես ասած սինտեզման որոշակիորեն կաղում է, այսինքն մենք ինչ ենք մարդկությունը բակտերիաներին իր հիմնական զենքով խոցելու այդ պայքարի մեջ պարտվում է թե ոչ։ Շատ նուրբ իհարկե հարց է, որտեվ կես կատակ, կես լուրջ, բայց մեկ որ ասում են բժիշկ ջան, մի հատ լավ անտիբիոտիկ կամ լավ հակաբորբոքային դեղասա, տվյալ գաղափարը միանշանակ պետք է իսպառ հանել մեր գաղափարներից, մեր մտածելակերպը պետք է ավելի շատ ձևավորել այն հարցի վրա, որ լավ դեղորայք, լավ հակաբակտերիալ պրեպարատ, այն պրեպարատն է, որը նշանակված է ճիշտ, նշանակված է տեղին եւ ազդում է տվյալ հարուստի վրա, այսինքն նախ պետք է ունենանք համապատասխան ախտորոշում։ Դա միանշանակ արվում է բժշկի կողմից։ Ախտորոշում ունենալուց հետո, երբ որ արդեն գիտենք ծագումնաբանություն, ախտածագումնաբանություն տվյալ հիվանդության, բնականաբար ամենալավ դեղորայքը համարվում է արդեն այն դեղորայքը, որը որ ազդում է տվյալ արուստի վրա։ Վիրուսի պարագայում հակավիրուսային դեղորայքները, վիրուսների շարք, տարբեր վիրուսներ կան, տարբեր հակավիրուսային պրեպարատներ են ազդում տվյալ վիրուսի վրա, նույնը բակտերիաների պարագայում էլ առավել եւս, այսինքն նորագույն հակաբակտերիալ պրեպարատ հասկացություն երբևէ չի կարող գոյություն ունենալ, որտեղ շատ միկրոբներ ունենք, որ ամենահին, ամենաառաջին նույն պենիցիլինային շարք պենիցիլինը շատ ավելի լավ է ազդում տվյալ հարուստի վրա, դա նաեւ լաբորատոր այսօր հնարավորություն ունենք մենք հասկանալու ապացուցելու թե տվյալ միկրոբի վրա որ հակաբակտերիալ պրեպարատն է ազդում եւ եթե նայում ենք ընդհանուր դիմելույթյան մեջ եւ կատարված հետազոտումներով շատ հաճախ լինում է որ ամենահասարակ ամենաառաջի հայտնաբերված ստեղծված հակաբակտերիալ պրեպարատները շատ ավելի լավ են ազդում տվյալ միկրոբի վրա քան նորագույն պրեպարատները այդ առումով իհարկե լավ նորագույն հակաբակտերիալ պրեպարատ հասկացությունը կիրառելի չէ տվյալ պարագայում միանշանակ բժշկին դիմել ճիշտ ախտորոշում ստանալ եւ ժամանակին եւ ճիշտ նշանակված բուժումն է ամենաարդյունավետ միջոցը բակտերիաների դեմ պայքարելու այդտեղ միանշանակ իրենց պաշտպանական մեխանիզմները մարդկության բժշկության գիտելիքների դեմ արդեն երկրորդ պլանում են եթե մենք զուտ ֆիզիկապես մտածենք նորագույն մեթոդներ նորագույն միանշանակ այո հակաբակտերիալ պրեպարատներ բավականին բակտերիաներ կան, որոնց մասին մենք կարող է այսօր նույնիսկ չիմանանք էլ, եթե մենք փորձենք այդ դաշտում պայքարել հիվանդությունների դեմ, մենք կարող է հաջողության այդքան էլ չունենանք։ Վերջին րոպեն է, պարոն Հարությունյան, մենք չհասցրեցինք սնկային հիվանդությունը, սնկային վարակներին անդրադառնալ։ Ինչ կարող եք ասել, սնկային վարակները այս շնչառական ուղիների, այսպես շնչառական ուղիների վրա ազդող սնկային հիվանդությունները տարածվածություն ունեն Հայաստանում թե ոչ։ Ձեր պրակտիկան ինչ է։ Լայն տարածվածություն իհարկե չունեն սնկային հիվանդություններ, սնկային ախտահարումներ, վերին շնչուղիներ շատ ավելի հաճախ լինում են երկրորդային, երբ որ արդեն ունենք իմուն դեֆիցիտ վիճակներ կամ ունենք արդեն որոշակի հիվանդություններ պայմանավորված վիրուսային կամ բակտերիալ ծագման, այդ հիվանդությունների ֆոնի վրա արդեն իմունիտետի անկման հետևանքով կարող են այո գլուխ բարձրացնել սնկային հիվանդությունները եւ ախտարել առաջացնել որոշակի հիվանդություններ, բայց սնկերի դեմ իսպառ պայքարել կամ վերացնել դա իհարկե անհնար է, որտեղ սնկերը ինչքանով որ ես եմ վստահ դա մարդկանցից մարդուց առաջ են նույնիսկ երևի լույս աշխարհ եկել, այո, բավականին շատ տարբեր տեսակներ կան, իրենք միշտ գոյություն են ունեցել, ընդհանուր միջև մարդու նորմալ միկրոֆլորայում եւ մաշկի վրա եւ շնչուղիներում եւ աղեստամոքսային տրակտում իրենք գրեթե միշտ գոյություն ունեն, հակասնկային պրոֆիլակտիկական
կամ հակասնկային դեղորայք նշանակել այդքան էլ այսօր կիրառելի չէ, որտեղ պրոֆիլակտիկա հասկացություն, այսինքն մենք եթե ելեմ կրկնում որոշել ենք, որ սնկերին իսպար վերացնենք նույնիսկ օրգանիզմից, դա միանշանակ անարդյունավետ միջոցներ է լինելու, միանշանակ վնասակար է, եթե մի բան մենք նպատակ չունենք, այսինքն արդյունքը ավելի շատ չի լինելու, քան իր վնասն է, միանշանակ պետք չէ կիրառել։ Այսինքն հակասնկային պրոֆիլակտիկա հասկացությունը այսօր շատ մեծ վերապահումով պետք է մոտենալ դրան, այդպեսի հասկացություն իհարկե գոյություն չունի, իսկ հիվանդություններ բուժելու պարագայում պետք է նախ հասկանալ, թե բուն պատճառը ինչն է բերել, որպեսզի նույնիսկ այդ պարագայում մենք ունենք սնկերի աճ, սնկերով պայմանավորված որոշակի հիվանդություն, նոր այդ պարագայում կարելի է իհարկե խոսել եւ հակասնկային բուժման մասին եւ դրան զուգահեռ բուն հիվանդություն բուժելու մասին։ Շնորհակալ եմ պարոն Հարությունյան հետաքրքիր զրույցի համար։ Մեր ունկնդրին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ զրուցեցի առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ վարակաբան Հայկ Հարությունյանի հետ, սա Armenia Today-ի խոսում ենք գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկումն էր, ես Դավիթ Հաղաբեկյանն եմ առայժմ։